Այսօր մեզ է միացել տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, բարև ձեզ։ Բերեք սկսենք թարմ տեղեկությամբ այսօր ես տեսա այդ տեղեկությունը հունվարի 1-ից մինչ այժմ հայտարարագիր է ներկայացրել 5741 քաղաքացի։ Դա ավելի մեծ թիվ է, քան նախկինում եղած թվերը, ուզում եմ հարցնել այդ աճը ինչի մասին է վկայում։ Այդ թվերը 5791, եթե չեմ սխալվում, դա վերաբերվում է այն անձանց, ովքեր կառավարության խոստման համաձայն ստացել են սոց կրեդիտներ։ Այսինքն կառավարությունը հայտարարագրումը կատարելու համար քաղաքացիներին որպես շահավետ առաջարկ ներկայացել է այդ առաջարկը, որ եթե նրանք հայտարարագրում են… Շատ բարի, ես ուզում եմ հենց դա հասկանալ։ Աշխատում է այս փոփոխությունը, թե ոչ։ Այս փոփոխությունը, գիտեք, նա ներկա կառավարության համարյա բոլոր բարեփոխումների նման կիսատ բռատ է եւ ընդհանրապես հետապնդում է ավելի շատ առավելապես քարոզչական հնարքի տրամաբանություն։ Ես ասեմ, մոտավորապես 720,000 հոգի պետք է ներկայացնի հայտարարումը 2025 թվականին, 2024 թվականի տվյալներով։ Մինչև այսօր հայտարարագիր ներկայացրել են ընդամենը 69,000 մարդ։ Եվ միայն այդ 69,000 հոգուց 5,700 հոգին ստացել այդ սոցիալական կրեդիտը, որը վերաբերում է նրանց կրթության, նրանց ընտանիքի երեխաների կրթության։ Այդ թիվն էլ կա 535 միլիոն դրամ վերադարձվել է արդեն։ 535 միլիոն դրամ այո վերադարձվել է, բայց նույն հաջողությամբ մենք կարող ենք ասել ինչու է վերադարձվել։ Ինչու այս միջոցառումը կապել հայտարարագրման հետ։ Եթե դուք ցանկանում եք, որ ժողովրդին, քաղաքացիներին սոցիալական աջակցություն իրականացնեք, ներկայացնեք ուղիղ աջակցություն եւ դրա փոխարեն չտանեք, մտցնեք այդ հայտարարագրումը։ Դուք այդ ինչուի տակ ինչ եք տեսնում։ Ես այդ ինչուի տակ տեսնում եմ առավելապես անհուսություն։ Ինչի։ Անհուսություն, որովհետեւ մարդիկ ձեռնարկել են մի միջոցառում, պետական խոշոր միջոցառում, եւ այդ պետական խոշոր միջոցառումը այլևս տապալված է։ Եվ այդ տապալման մեղքը չվերցնելու վրա, չհասկանալու, որ այդ միջոցառումը պատրաստված չէր, այդ միջոցառումը ներկա ժամանակում Հայաստանի համար պահանջված չէր, հիմա փորձում են այդ միջոցառմանը որոշակի բուքսիր, այսպես ասած, ստեղծեն սոցիալական կրեդիտների տեսքով եւ փորձեն մի որևիցե կերպ մի ինչ-որ մի այսպես ասած թիվ գոնե մի 200,000, 300,000 հոգի, որ հայտարարման թիվ ունենան։ Իրականում այդ միջոցառումը տապալված է, որովհետև 720,000 հոգի Հայաստանում պետք է համաձայն ներկա։ Դուք հասկացում եք, որ կհայտարարագրվեն այդ մարդիկ։ Վստահ եմ, որ հայտարարման ամբողջ process-ը տապալված է։ Վստահված եմ, նույնիսկ նրա երկարացումը վերջնաժամկետի մինչև նոյեմբերի 1-ը նա արդեն իսկ տապալված էր։ Հիմա դրան որոշեցին սոց կրեդիտի այդ համակարգը ինչ-որ կողքից բերել, բուքսիր սարքել, դա չի հաջողվելու։ Որովհետև ես ընդհանրապես մեկ հարց եմ տալի թեմայի հետ կապված։ Դա վերաբերում այն քաղաքացիների, որոնց երեխաները օրինակ ուսումնական հաստատություններում սովորում են կամ բժշկական օժանդակություն ստանում։ Բայց ինչ անեն են քաղաքացիները, ովքեր հայտարարատու պետք է լինեն ըստ դրույթների, օրենքի, եւ ոչ երեխաներ ունեն, որոնք սովորում են ինչ-որ ուսումնական հաստատությունում, եւ կամ էլ հիվանդանոց չեն հաջողվում։ Լավ, բերեք գանք ակունքին։ Ինչու այդ փոփոխությունը հայտնվեց օրակարգում։ Այդ փոփոխությունը դուք նկատում եք նպատակը ինչն է եղել։ Այդ 100,000-անոց սոցկրեդիտները հայտարարագրումը, համընդհանուր հայտարարագրումը։ Համընդհանուր հայտարարագրումը, պարոն Մնացական։ Դա քայլ է, որ արել են բոլոր շատ երկրներ, ճիշտ է։ Ոչ բոլոր երկրներն են արել, եւ հիմնականում ես ասեմ, նա ինքնին հարկային լավ գործիք է ֆինանսական մոնիտորինգի համար։ Բայց հարկային այդ գործիքը մեր նման թույլ զարգացած երկրներն, որտեղ բնակչության 30-32%-ը բնակվում է սոցիալական աղքատության ճիրաներից այն կողմ, այդ հայտարարման process-ը տապալված է, որովհետև դա մեր վրա պարտադրանք է նույնիսկ, որովհետև ում կողմից։ Ես ասեմ, միջազգային կազմակերպությունները, այդ թվում Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, դրանք, որ մեր երկիրը արտաքին պարտքի, այսպես թաղելու, ճռռացնելու հիմնական հեղինակներն են, անկեղծ խոսենք։ Նրանք էլ պարտադրել են այս փոփոխությունները, որովհետև նրանք ունեն իրենց շահառուների, նրանք ունեն իրենց նպատակների հիմնական խորհրդային։ Նրանց ինչ է տալիս։ Նրանց տալիս է այս գումարների հետագծելիության հասկանալու process-ը, որտեղ նրանք տվել են գումարներ եւ փորձում են հասկանալ պետությունը արդյոք ի վիճակի լինել այդ գումարները վերադարձնել։
եւ այդ հետագծելիության եւ գումարների հետ կապված պետության վճարողության հետ կապված նրանք կատարում են այս աշխատանքները, դրանք այս վարկ վերցնող երկրներին պարտադիր փաթաթում են այդ պահանջը եւ համարը բոլոր երկրներում այդ պահանջը տապալվել է։ Դե վարկ չվերցնող երկիր չկա։ Կա աշխարհում, որ վարկ չի վերցնում։ Ես օրինակը գբերեմ, այդքան հեռու երկիր չէ, Բելարուսն է, Բելարուսին ով վարկ կտա։ Բելարուսին վարկ չեն տա, բայց այստեղ մի կարևոր հարց եմ շոշափում, որովհետև վարկը ինչը վերջ-վերջը նշանակում։ Վարկը վերջ-վերջը նշանակում, որ տեղի ֆինանսական շուկան ունի ռեսուրսներ, ազատ ռեսուրսներ եւ տեղի պարտքային գործիքներով պետությունը չի կարողանում հայթայթել ֆինանսական միջոցներ ենթակա կառուցվածքների զարգացման համար, որը մեգա նախագծի համար, իրականացման համար, եւ պետությունը գնում է պարտքի։ Այլ բան է, որ պետությունը սեփական ռեսուրսները կարողանում է ճիշտ որոշել, կազմակերպել, կարգավորել եւ իր միջոցներով կարող է ինքնաբավ կերպով կատարել այդ տնտեսական հարցերը։ Աշխարհի ամենահարուստ երկրի պարտքը ներքին գիտեք ինչքան է։ 20 տրիլիոն դոլարի չափ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին է եւ ես ձեզ ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն ներքին պարտքով է նա առանձնահատկությունն է, նա նաեւ առանձնահատուկ նշանակություն ունի ընդհանրապես պարտատոմսերի համաշխարհային շուկայում։ Եվ պարտատոմսերի համաշխարհային շուկայում 140 տրիլիոնի չափ պարտատոմսեր են պատտում եւ այդ պարտատոմսերի 40%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինն է։ 20%-ը Եվրոպական միության, 17-18%-ը Չինաստան։ Եվ այս հարցերը, այս թվերը ես իզուր չեմ ձեզ ասում, պարոն Նացական, որովհետեւ մենք այսօր հավանաբար կքննարկենք նաեւ վերջին այդ հայկական պարտատոմսերի տեղաբաշխման կասկածելի հաջողությունը։ Այդ թեման Ինչի է կասկածելի։ Շատ կասկածելի է, որովհետեւ ես չեմ ալարել եւ բերել եմ իմ հետ թվական տվյալներ, որտեղ ցույց են տալիս, թե այդ եվրոպարտատոմսերի եկամտաբերության տոկոսը ինչպես է տատանվում եւ ինչ միջակայքերում։ Այսպես կարդամ շատ արագ. Ավստրալիա 4.4%, Ավստրիա 3.1%, Բելգիա 3.3%, Բուլղարիա 3.3%, Բրիտանիա 4.7%, Վիետնամ 3%, Հոնկոնգ 3.2%, Հունաստան 3.5%, Դանիա 2.5%, Իսրայել 4%, Իռլանդիա 3%, Կանադա 3%, Կիպրոս 2% եւ Հայաստանի Հանրապետություն 7.1%։ Ինչ է սա նշանակում։ Ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերցել է մոտավորապես իրական միջինացված տոկոսադրույքի, այդ եկամտաբերության տոկոսադրույքին 2 անգամ գերազանցող տոկոսադրույքով ահռելի տոկոսադրույք է։ Այն ժամանակ երբ վերցրել է միգուցե այդպես է եղել։ Չէ։ Կա համաշխարհային շուկան ընդ որում գիտեք ոնց է ներքին պայմանավորվածություններ չհանդուրժող է, որովհետև պարտատոմսերի տեղաբաշխումը դա բավականին բարդ process է։ Դրա համար պետք է լինի էմիտենտի հետ մասնակցող եւ արդեն բորսաներում գրանցված դուստը ձեռնարկությունը, բրոկերային սպասարկում պետք է լինի։ Դրանից հետո ինվեստորները պետք է հետաքրքրություն ունենան այս պարտքերի նկատմամբ։ Երբ Հայաստանի Հանրապետությունը շուկայում պատտվող 3.5%-անոց եկամտաբերության փոխարեն գնում է 7%-անոցի, սա նշանակում է, որ մենք համեմատվում ենք, մի շարքում ենք գտնվում, ես այդ թիվն եմ բերում Կոտ դիվուարի հետ 7%, աֆրիկական կորած, մոլորած մի կղզի է, մի երկիր է, որ իշխանություններ չունեն, եւ Բանգլադեշը հետ օրինակ 10.5%։ Լավ, դա լսեցինք, պարոն Կոմենդանտյան, բայց Հայաստանում անձն աչքը կտեսնի, թե ինչպիսի փողեր են շրջանառվում։ Կհաստատեք դա իմ ասածը։ Ու անձն աչքից զատ կան ֆինանսական գործիքներ, ֆինանսական գործիքներով շարժերը մեծամասամբ հստակ տեղորոշվում են։ Այդ աշխուժությունը ինչից է գալիս։ Աշխուժությունը, գիտեք, ես ձեզ մի տվյալ ասեմ։ Ընդ որում ես էլ մի տվյալ ասեմ, ու շարունակեք։ Հունվարին բյուջեն կատարվել է 100 միլիարդ դրամ հավելորդով։ Դուք հավատում եք այդ տվյալներին։ Ես ընդհանրապես տեղաբաշխման այս տոկոսադրույքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ցույց տրված վիճակական ծառայության ցույց տված թվերին չի կարելի ընդհանրապես վստահել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 313 միլիոն դոլարի վստահ ենք, ես պաշտոնական տեղեկություն եմ պաշտոնական տեղեկությունները կարելի է նաև չհավատալ, օրինակ մի օրինակ եմ բերում, մեկ օրինակ եմ բերում, գյուղատնտեսության զարգացումը։ Մեր գյուղատնտեսության զարգացումը
ամեն տարի նա աճում է մոտավորապես 1-1.5%-ով, գիտեք ինչպես է դա աճում։ Մարզպետարանների, այսպես համապատասխան գյուղատնտեսություն ոլորտ համակարգող մարդկանց ընդհանուր թվերով։ Եվ ցանկատարածությունները կրճատվում են, բերքատվությունները իջնում են, բայց գների հաշվին, գների նկարչության հաշվին արժեքային արտահայտությունը գյուղատնտեսությունը աճում է։ Հիմա վստահենք այդ թվին, թե ոչ։ Ինչքան է Հայաստանի պետական պարտքը։ Հայաստանի պետական պարտքը արդեն 13 միլիարդ, մոտավորապես 600 միլիոն է, եւ ներքին արտաքին իրար հետ։ Ներքին արտաքին իրար հետ եւ մոտավորապես 6.9 միլիարդ կազմում է ներքին պարտքը, բավականին բարձր տոկոսադրույքով, մոտավորապես 8-9%-ով, մոտավորապես դա պատճառը, որտեղ ներքին կարճաժամկետ պարտավորությունների պարտատոմսերի շուկայում եւս բարձր տոկոսադրույք է ձևավորված։ Բայց այստեղ մենք կարևոր մեկ խնդիր ունենք, այս պարտքերը, որ մենք հավաքում ենք, այս պարտքերը, գիտեք, ոչ թե երկիրը օգտագործում է այս գումարները նոր ավելացած արժեք ստեղծելու մեգանախագծերի համար։ Բա ինչ հոտուն չեն տանում փողը։ Ես հիմա 750 միլիոնի մասին խոսամ, որը 2-3 օր առաջ տեղաբաշխել են հաջողությամբ ընդ որում, եւ դրա պահանջարկը եղել է 2.6 միլիարդ։ Այսինքն կապիտալի աշխարհի շնաձկները հստակ տեղորոշել են, հստակ հասկացել են դրական թվական անալիտիկ տվյալներ, որ Հայաստանի Հանրապետությունը անչափ կարիք ունի այդ 750 միլիոն դոլարի, որովհետև մարտի 26-ին Հայաստանի Հանրապետությունը պետք է նախորդ ժամանակներից վերցրած պարտքի մարում կատարել 313 միլիոն դոլարի չափով։ Դրա համար հստակ այն անալիտիկները, որ նստած են բորսանում եւ այդ տեղաբաշխումը տեղի ունեցել Լոնդոնի բորսայում, նրանք հստակ գիտեն, որ Հայաստան Հանրապետությունը կախված է այս գումարից, որովհետև հստակ դեֆոլտի վտանգներ արդեն հավաքվել Հայաստանի Հանրապետության։ Եթե չտան, սա երկնշանակում է դեֆոլտ։ Եթե չտային։ Գիտեք, դեֆոլտը նշանակում է, որ դեֆոլտը գիտեմ ինչ է նշանակում, ասեք հետևանքները։ Ասեմ հետևանքները, որ Հայաստանը մի որոշ ժամանակ, բավական երկար ժամանակ կապիտալի միջազգային շուկայում այլևս չէր կարողանալու ներգրավել ֆինանսական միջոցներ։ Միգուցե երկկողմ պայմանավորվածում առանձին էմիսենտների կամ առանձին 1-2 պետությունների հետ հնարավորներ միջպետական վարկեր ձևակերպել, բայց կապիտալի շուկաներից Հայաստանի հնարավորությունները կարելի ասել բացարձակ անջատվելու են, արկախվելու էին։ 504 միլիոն էլ կենտրոնական բանկի պարտքն է։ Նու կենտրոնական բանկի պարտքը 504-ը դրա էականությունն եմ ուզում հասկանալ։ Դրա էականությունը ընդհանրապես ձևակերպման հարց է եղել, ժամանակին դա ձևակերպել, դա նույնիսկ չէր փոխվում, որովհետև վերջի մի 10-15 տարվա ընթացքում դրա մեծությունը համարյա անփոփոխ։ Այստեղ մենք մի կարևոր հարց ունենք, որի մասին ես կուզենայի ձեզ գոնե մեր Չէ, ես մոտենում եմ այն շեմին, որը պետք է համարվի արդեն անդառնալի, որից այնքան չի կարելի գնալ, հա, պարտքի դուք նշեցիք ընդհանուր չափը եւ չասեցիք ռիսկը մեր տնտեսության կամ ֆինանսական շուկայում, ինչ ռիսկեր են կուտակում այդպես։ Ռիսկերից ամենահիմնականը, արմատականը դա պարտքի եւ հնայի հարաբերակցությունն է։ Այո։ Եթե հիմա պարտքի եւ հնայի մասնագետները ասում են, այդ հարաբերակցությունը թույլ տալիս է մեզ փողներ գրավել։ Մասնագետները չգիտեմ ով է դա ասել, ես որոշ մասնագետներ ասածներին վերջին օրերի կանդրադառնամ, ներկայումս դա մոտավորապես 48.5% է, բայց այս 750 միլիոն դոլարը ստանալը եւ 313 դրա միջոցով նաև մարելը մեզ կանգնեցնելու 2025 թվականի վերջում մոտավորապես 53-54% հարաբերակցության դա ահռելի թիվ է։ Ընդհանուր դա ահռելի թիվ է ոչ միայն տոկոսներով, հնայի համեմատ, ոչ միայն տոկոսներով, նա ահռելի, նա վտանգավոր է նաև նրանով, որ բացարձակ ծավալներն են մեծանում եւ այդ բացարձակ ծավալները մեր աղքատ երկրին, հնարավորություններ քիչ ունեցող երկրին եւ կարելի ասել որոշակի իմաստով նաև արդեն տեղում դոփացող տնտեսության պարագայում մեր երկրի վրա
ահռելի ծանրություն են։ Օրինակ միայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունը 2 միլիարդ դոլարի չափով պետք է պարզապես պարտքի մարում եւ պարտքի տոկոսների սպասարկում։ Դուք ասում եք տեղում դոփացող, բայց էլի պիտի տվյալ բերեմ, կարող է էլի չհավանեք այդ թվարին։ Նախորդի համեմատ հնան աճել է 5-9%։ Հասկացանք։ Բայց աճել են նաև պետության ծախսերը։ Պետության ծախսերն են աճել։ Եվ այստեղ մի կարևոր հարց կա, որքանով է պետությունը իրականացնում ֆինանսների հստակ պլանավորում, կառավարում, ես նկատում եմ նաև ծախսերի մասը։ Օրինակ, մենք ունենք մի այսպես ծախսերի մի հետաքրքիր ծավալ, որոնք որ նույն այդ պետական բյուջեից են գնացել եւ դրանք ոչ վերադառնալու են, ոչ էլ վերաբերում է անիֆի հետ կապված այդ թնջուկում, անիֆ այդ լվացքատան, անիֆի հետ կապված այդ հարցը, պատկերացրեք մոտավորապես առանձին մասնագետներ, դեռևս միջև հետաքննությունը հնչեցնում է մոտավորապես 65-ից 70 միլիոն դոլարի թեմա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ անիֆը, օրինակ 70 միլիոն, դա մոտավորապես 28 միլիարդ դրամ է։ Եթե դրան ավելացնեինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի այս տարի պետական բյուջեում մուծած մոտավորապես 107 միլիարդ դրամը, դրանք իրար հանրագումարում կազմում էին 135 միլիարդ դրամ, իսկ 313 միլիոն դոլար, որ մենք վճարելու ենք մարտի 26-ին, կազմում էր 122 միլիարդ դրամ։ Այսինքն, եթե պետության մեջ ծախսերի իմաստով այս փոշիացումը չկատարվեր, այս գերթանկարժեք վարկ վերցնելու պահանջը չէր առաջանալու։ Մենք այստեղ գործ ունենք մի հարց է, երբ առանձին մասնագետներ հիմնական ֆինանսական բլոկում իրենց տեղում չեն։ Այն ինչ նկարագրում եք, վատ կառավարման հետևանք է, թե ուրիշ բան։ Իհարկե վատ կառավարման հետևանք է։ Օրինակ, ցանկացած տնտեսվարող, ես չեմ խոսում պետության մասին, ավելի խոշոր, ցանկացած կորպորացիայի ղեկավար Snoop Dogg-ին 6 միլիոն դոլար փող կտար։ Օրինակ Snoop Dogg-ին 6 միլիոն դոլար փող են տվել։ Ուրիշ հարց ես ասեմ, բայց պիտի վերադարձնի ասում են։ Պիտի արդեն տարիներ շարունակ վերադարձնի ու տեղ չի հասնում։ Ուրիշ բան ասեմ, նոր մենք զրուցում ենք սոցկրեդիտի մասին, չէ՞։ Այդ 100,000-ները, որ նվեր են տալի հայտարարում իրականացնելու, ընդհանրենք շահագրգռելու համար։ Այս գումարը մոտավորապես 70 միլիարդ դրամ է լինելու։ Արդյոք սա պետք է։ Իհարկե պետք չէր։ Հիմա ուրիշ հարց ես ասեմ, անհուսալի վարկառուների հետ կապված պետությունը հայտարարում է, որ վարկ վերցնող, վարկ չվերադարձնող քաղաքացի ես քո կողքին եմ, արի բյուջեի գումարը, որ դու պետք է բյուջե եկամտարկ վճարես, ես բյուջեի հասանելի գումարը բյուջե չեմ տանում, այդ գումարը հավաքագրում եմ, տալիս եմ բանկերին, ընդ որում այն բանկերին, որոնք 2024 թվականին 900 միլիոն դոլարի շահույթ ունեն։ Արդյոք սա նշանակում է տնտեսվարություն։ Իհարկե ոչ։ Իսկ ինչ է նշանակում։ Սա նշանակում է, ես ձեզ ասեմ, տնտեսական Իմ հարցի ավելի ուղիղ եմ ուզում տալ։ Ինչ որ մեկը փող է աշխատում է ձեր նկարագրած սխեմայով, հա։ Գիտեք, երբ որ մենք հարցը քննարկում ենք պետություն կամ դա շատ հետաքրքիր, ինչ որ մեկը տեղից թռցնում է, ինչ որ մեկը փախցնում է գումար, հա։ Օրինակ դες մեկ հարց ասեմ, ձեր հարցին ի պատասխան։ Չէ, հա կամ չեք ասում։ Չէ, ասել եմ, հա եւ չեն ասել ենք, իհարկե։ Հիմա նայեք, ցանկացած տեղաբաշխում, օրինակ պարտատոմսերի, ենթադրում է, որ կա պրոսպեկտ, այդ պրոսպեկտը դա բրոշյուրն է, ասենց ասեմ, որ ժողովուրդը հասկանա։ Բրոշյուրի մեջ դրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է այսքան ժամկետով, այսքան վարկ ձեռք բերել, այսքան եւ այնտեղ դրա ֆինանսական գործիքի համար համապատասխան տեղեկատվությունը այդ պրոսպեկտում ներառվում է։ Այդ պրոսպեկտը երկար ժամանակ, միջև աճուրները սկսելը, միջև բորսայում լիստինգը, նա գաղտնի պետք է մնա։ Եվ պատմության մեջ բազմաթիվ են ինսայդերական, այսպես ինֆորմացիաների արտահոսքը, երբ առանձին բրոկերային կազմակերպություններ, չէ, իմանալով, որ կատարվելու է տեղաբաշխում ֆանտաստիկ բարձր տոկոսով, չէ, այդ մարդիկ ինսայդերական ինֆորմացիա կարող են տալ եւ այդ մարդիկ կարող են աշխատել մեծ գումարներ։ Ինչ գումարների մասն է մոտավոր խոսքը։ Ես երբ որ ձեզ բերեցի այս երկրների հետ կապված տոկոսադրույքները, սրանք հիմնականում 3.5% շրջանակում է պատտվում այս եկամտաբերության տոկոսադրույքները։
Իսկ Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 71%-ով, երկու անգամ ավելի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանար տեղաբաշխել եւս 3.5%-ով, օրինակ մեր հարազատ Հունաստանի նման, որ այս օրերին 3.7%-ով է տեղաբաշխում, Հայաստանի Հանրապետությունը առնվազն ամեն տարի կտնտեսեր մոտավորապես $26 միլիոն, 10 տարվա կտրվածքով դա կաներ $262 միլիոն։ Արդյոք այստեղ կարող են կասկածներ առաջանալ, թե ոչ։ Դե այնտեղ որտեղ փողը շատ է, կասկածները միշտ առաջ։ Չէ, գիտեք հարց։ Պիտի ավարտենք, ավարտելուց առաջ մի քիչ թեմայից դուրս գալով եմ ուզում հարցնել։ Շինարարական կապիտալը որտեղ է ծնվել Հայաստանում, որտեղից է գալիս։ Շինարարական կապիտալի համար տեսեք։ Այսքան շինարարությունը մեծ գումարներ է տանում։ Իհարկե։ Ընդհանրապես կապիտալը նա իր հատկություն ունի, մարքսիստների բացատրությունը այստեղ բավականին հատկանշական է։ Կապիտալը սկսում է շնչել, երբ որ եկամուտը շահույթը 10% է լինում, երբ որ 50 երկիրը նպաստավոր է այդ գործը անելու համար։ Սպասեք բացատրեմ։ Երբ որ 50% է լինում, նա արդեն հանդուգն է դառնում։ 100-ի դեպքում նա հոսում է ուր որ պետք է։ 300-500 դեպքում պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հաջողի։ Հիմա, եթե մեր երկրում հաստատվել է շինարարական բում որոշակիորեն, ընդ որում այստեղ դեր է խաղաց նաև մեր մոտակա եւ հեռավոր Սփյուռքը, որովհետեւ մարդիկ հայրենասիրության նկարտումներից ելնելով այդտենց ներդրումներ են փորձում կատարել մեր երկրում, ընդ որում մեր երկիրը բավականին շահավետ է ներդրումներ կատարելու համար։ Եվ պատկերացեք, որ շինարարական բումը բնավ չի նշանակում, որ բնակչության զգալի մասը պարզապես ես այդ կարծիքին չեմ, ճիշտ է։ Հիմա հիպոթեքային այդ բայց ազատ բնականon չի լինում։ Հիպոթեքային վարկավորման մեջ մոտավորապես 78000 հոգի է մասնակցում, այս բանկային տվյալներն եմ ցեզ ասում, եւ այդ 78000-ը այդ բնականային ֆոնդը, որ հիմա մտնելու շահգործման մեջ, դրան համադրելի չէ։ Խնդիրը այն է, որ սա պարզապես հիմա շահավետ է, գումարները հոսան, գումարները գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, գալիս են Ռուսաստանի Դաշնությունից եւ բոլոր երկրներից, որտեղ որ հայերը որպես հաջողակ գործարարներ, որպես հաջողակ ֆինանսիստներ եւ պարզապես գրագետ։ Այսինքն պատասխանեցիք, դրսից է մեծ։ Դրսից է, իհարկե դրսից է։ Այսքանը, շնորհակալություն օրիք։ Խնդրեմ համեցեք։ Հրայր Կամենդատյան, տնտեսագետ